Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, որոշեցի ավտոլայվի ձեզ ծանոթ ռեժիմով մի քանի բան խոսել այսօր ընթացող կարևորագույն իրադարձության հայ առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ ռեպրեսիվ գործողության հերթական ալիքի մասին, սկսած մայիս-հունիս ամիսներից հարձակում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ մշտական է, ամենօրյա ռեժիմով է, հիմնականում քարոզչական, բայց նաև մեկը հունիսի վերջին օրերին եւ մյուսը փաստորեն այսօր այսպես ակտիվ ռեպրեսիվ փուլ է տեղի ունենում եւ այսօր առավոտյան բոլորս անհանգստացանք այն լուրից, որ Արագածոտնի թեմի առաջնորդը երաշնորհ տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը եւ մի քանի քահանաներ փաստացի ձերբակալված են։ Ինձ բազմաթիվ մարդիկ են դրա վերաբերյալ գրել, 5 իրավապաշտպանների մեր տղաների հետ է խոսում, նրանց են գրել, մի քանի բան ենք ուզում ասել։ Առաջինը, հարգելի քաղաքացիներ, ուզում ենք տեղեկացնել, որ մենք որևէ կերպ ներգրավված չենք եւ լրացուցիչ տեղեկությունների այդպես կարևոր լրացուցիչ տեղեկությունների չենք տիրապետում, այս գործով զբաղվում է մեր լավ գործընկեր Արա Զորաբյանը եւ իր թիմը եւ մի քանի այսպես ուղիղ եթերով նաեւ Երևանի քննչականից կարող եք լայվերը նայել, տեսնել, թե ինչ հայտարարություններ են տեղի ունենում։ Երկրորդը, ես ուզում եմ մի քանի մտքեր հայտնել նրա վերաբերյալ, թե ինչ է կատարվում եւ առհասարակ փորձել որոշ իրավական այսպես նկատառումներ հայտնել։ Առաջին զուտ լուրի առումով քիչ առաջ նկատեցինք, որ Ազատություն ռադիոկայանը ոնց որ թե տվեց լուրը, որ Մկրտիչ Սրբազանին տանում են կալանքի, ինչը իհարկե կանխատեսելի էր։ Երկրորդը, այստեղ շատ կարևոր բան կա։ Մարդուն, որ ազատությունից զրկում են, մարդը ունի նվազագույն իրավունքներ, բոլորը։ Եվ սովորաբար այդ իրավունքները պահպանվում են։ Որոնք են դրանք։ Իր ընտրությամբ անմիջապես իր հարազատներից որևէ մեկին զանգ կատարելու իրավունքը, իր փաստաբանի հետ կապվելու եւ նրան հրավիրելու իրավունքը, որի հակադիր պարտականությունը շատ հստակ։ Նա է, որ եթե փաստաբանը գալի ներկայանում է, հատկապես զանգից հետո կամ որևէ փաստաթղթով հարազատներից, դու պարտավոր ես անմիջապես, լավ ասենք դու 5 րոպե տևի, 10 րոպե տևի, անմիջապես թողնես այդ մարդուն մտնի իրավաբանական օգնություն տալու, ցուցաբերելու։ Այս երկու իրավունքները ֆունդամենտալ իրավունքներ են։ Փաստաբանի իրավունք եւ տեղեկացնելու իրավունք, թե որտեղ է գտնվում։ Ժամեր շարունակ այս իրավունքները խայտառակ ձևով խախտվել են եւ դա ծանր հանցագործություն է։ Դա ծանր հանցագործություն է։ Ես կողմնակից չեմ այն մոտեցմանը, որ նման բոլոր դեպքերով պետք է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել անկեղծ ասած, թե հակառակ մոտեցումներ եմ հարգում, բայց այստեղ խնդիրը դա չէ։ Խնդիրը նա է, որ ինչքան էլ անցնի, անգամ ես նաև համոզված եմ, որ եթե նույնիսկ խոսքը վերաբերվի շատ երկար ժամանակի, միևնույն է իրավական միջոցներ կան այս հանցագործության համար այն պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու, որ իրենց թույլ են տվել մեր մայր եկեղեցու հոգևոր սպասավորների նկատմամբ այսպիսի բան անել։ Դրանով թքել են իրենց մկրտության վրա, թքել են իրենց այն մյուրոնի վրա, որով իրանք մկրտվել են, թքել են դրա վրա։ Այն մարդիկ, ովքեր որ ստորագրել են դրա տակ։ Իրենց պսակի վրա են թքել այդ մարդիկ։ Չգիտեմ ովքեր են, բայց հայ առաքելական եկեղեցու դավանորդ, եթե նրանց մեջ կա, ես չգիտեմ։ Նրանք թքել են իրենց պսակի վրա, թքել են իրենց մկրտության մեջ։
իրենք իրենց ենթարկել են նզովքի։ Իրենք իրենց։ Այդ բոլոր մարդիկ թող իմանան, թող ես վստահ եմ ուղարկելու են, որ լսեն, չգիտեմ ովքեր են եղել, թող իմանան իրենց արածը։ Իրանք ուղղակի կատարում են Փաշազադեի, ոչ թե Փաշինյանի, այլ Փաշազադեի հրահանգը, որը 2 օր առաջ հերթական անգամ հարձակվեց հայ առաքելական եկեղեցու վրա։ Հիմա ըստ էության, այն Տերարամ կոչված կա։ Կարգի մեջ է դրա համար հնարավորինս զսպվածությունը պահում է։ Հնարավորինս։ Չնայած դա դժվար է։ Դեռևս կարգալույս չի եղել, ինչը, չգիտեմ, ես չեմ կարող հասկանալ դա։ Ասում եմ, ես դրա հետ կապ չունեմ։ Այդ գիտեք որ նա ոնց որ Հուդան ասի, այ մարդ, ես ինչ եմ արել, ես ընդամենը համբուրեն եմ ուսուցչին, ես ոչ մի վատ բան չեմ արել։ Հուդան որ Հուդա էր, հասկացավ իր արածը։ Իսկ սա ասում է, ես կապ չունեմ։ Ուրեմն գնացել Պետրոսի մոտ, չգիտեմ ինչեր է խոսել, հետո ինչ որ մեկին ասել են, որ հանցագործության մասին հաղորդում գրի, որ առիթ են օգտագործել եւ այս հայտարարությունն են արել։ Ինչքան հասկացա, չնայած պաշտոնապես դա չի ասվում, բայց որքան հասկացա, խոսքը վերաբերում է այն խայտարակ հոդվածին, այսպես ասած, ցույցերին մարդ ներգրավելու հոդվածին։ Հիմա այդ հոդվածի մասին էլ կարճ խոսենք։ Միջին ծանրության հոդվածի դեպ։ Այդ հոդվածով հիշում եք կոշիկի գործ կար, արցախցի տղա էր։ Նա էր կալանավորված, Ավետիք Չալաբյանն էր առաջինը կալանավորված։ Ուրեմն սա խայտարակ հոդված է։ Խայտարակ հոդված է։ Խայտարակ հոդված է, որովհետև միակ հոդվածն է քրեական օրենսգրքի, որ եվրոպական կառույցները իրենց տարբեր փաստաթղթերով ուղիղ ասել են, որ հակաիրավական է դրա համար պատասխանատվություն սահմանել։ Միակ ժամանակահատվածը, որտեղ որ քչից շատից գուցե եւ կարելի է, դա նախընտրական շրջանն է, ուղիղ են ասում։ Ավելին, Սահմանադրական դատարանում գործ է գտնվում։ Սահմանադրական դատարանները կարծեմ մի տարի եւ ավել առաջ որոշում է կայացել դիմել Վենետիկի հանձնաժողովին, բայց այնտեղ չգիտես ինչի, այսքան երկար տևել է, այսքան երկար։ Չգիտես ինչի։ Սա ուղղակի խայտարակություն է։ Ես որոշ տեղեկություն այս մասով այսպես ոչ ամբողջությամբ ստուգված ունեմ, բայց մեր 5 իրավապաշտպաններից իմ իմանալով Վարազդատը շատ հետաքրքիր փաստեր ունի դրա հետ կապված, թե ոնց ա եղել, որ սենց ա եղել։ Ոնց ա եղել, որ մինչև հիմա Վենետիկի հանձնաժողովը որոշում չի կայացրել եւ այս հակաիրավական հոդվածը գործում է մեր հոգեվորականների նկատմամբ այս այլանդակ հարձակման համար։ Այս չգիտեմ դաժե ինչ ասեմ։ Այն որ Թրամփը ասում էր Ալիևին ուրա հայրենակիցը նկատի ունենալով Փաշազադեին, այս անգամ Նիկոլ Փաշազադեին նկատի ունեմ, ճիշտ ազգանունով դիմեմ, ոչ թե Ալաշուքյուր Փաշազադեին, ասում էր հայրենակիցը, այդ մարդկանց պատվերն եք կատարում։ Այդ մարդկանց պատվերն եք կատարում։ Իմ իմանալով Արագածոտնի թեմը 19 քահանա ունի, որոնցից մեկը այդ Տեր Արամ անունով անձնավորությունն է։ Մարդիկ կան, որ արձակուրդի մեջ են, Հայաստանում չեն։ Մեծ մասին բռնել տարել են ուրեմն քնչականներ ու անուններ են վկայի կարգավիճակ, ես ինչի կարգավիճակ, այն ինչի կարգա։ Մարդը եթե մտավ եւ ինքը չի կարող գնալ տուն, վերջ։ Իր նկատմամբ բոլոր երաշխիքները տարածվում են։ Այսինքն հերիք չի, այս այլանդակությունն են անում անհիմն, բացարձակ անհիմն, շարով տալու սկզբունքով մեր մայր եկեղեցու նկատմամբ հերթական հարձակումն են իրականացնում։ Հələ մի հատ էլ զրկում են այն իրավունքներից, որ սովորաբար այլ քաղաքացիների նկատմամբ այդ իրավունքները տարածվում են։ Այսինքն հայ առաքելական եկեղեցին այս պահին ակնհայտ խտրական վերաբերմունքի մեջ է գտնվում։ Հիշենք հենց Միքայել Սրբազանի գործը։ Հենց Միքայել Սրբազանի գործը հիշենք։ Վերադառնալով այդ ուրեմն մեղադրանքի հետ կապված բովանդակությանը։ Ես հիշում եմ այդ Տեր Արամը, որ այդքան խոսում էր, ինձ ստիպել են, թե ինչ են արել, որ ես գնամ հավաքների, այդ նույն մատն էր, որ իր էջում 20 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին գրում էր այս երկրին Կադիրովի պես ղեկավար է պետք էս կոմենքում։ Դա էլ են ստիպել որ գրի։ Դա էլ են ստիպել որ գրի, որ մեր երկրին Կադիրովի պես ղեկավար է պետք, հա։ Այդ ոնց ալնում, որ տենց ալնում։ Եվ երկրորդը, էլի կարծեմ
Գևորգ Դանելյանն էր գրել դրա մասին։ Հոգևորականները միշտ են մասնակցել բոլոր ժամանակներում հավաքներին եւ հիմնական խնդիրը նա է հոգևորականների եղել, որ բախումներ չլինեն։ Որ բախումներ չլինեն, անհրաժեշտության դեպքում ինչ որ քայլեր ձեռնարկեն։ Հիմա այս իրավունքից զուրկ հոդվածով այն էլ կալանքի են տանում թեմակալ առաջնորդի, պատկերացնում եք։ Թեմակալ առաջնորդի հերթական կալանքի են տանում։ Արդեն մի թեմակալ առաջնորդ ունենք, խայտարակ ձևով բանտում գտնվող, խայտարակ մեղադրանքով, խայտարակ հիշում եք էլի ոնց եղավ։ Միքայել Սրբազանի մասին է խոսքը, հիմա էլ Արագածոտնի թեմի առաջնորդին։ Ես ճիշտ ասած Մկրտիչ Սրբազանի հետ համեստ, պարկեշտ, չգիտեմ, ամենադրական կողմերով կարող եմ բնութագրել, ծանոթացել եմ մի ամիս չկա, երբ իրենց ուրեմն թեմի եկեղեցիներից մեկի վերահուծումն էին անում։ Իդեպ որքան հասկացա, սեպտեմբեր ամսին 3 եկեղեցի կամոցեցին նոր կամ վերահուծեցին։ Ես ու մեր վարազդատը մեր 5 իրավապաշտպաններից գնացինք, այնտեղ ծանոթացանք, ներողություն եմ խնդրում, ջղայնացած եմ, գյուղի անունը չեմ հիշում։ Եվ մարդկանց վերաբերմունքը, այդ սերը, այդ հարգանքը Մկրտիչ Սրբազանի նկատմամբ։ Այդ ժամանակ ասեց, որ հոկտեմբերի 11-ին էլ ուխտերթ ենք անելու ուրեմն Արագածից Օշական, որին ընդամենը 4 օր առաջ ինքս էլ մասնակցեցի, այնտեղ ծանոթացա բռնված քահանաներից շատերի հետ, որոնց չէի ճանաչում շատերին, Տեր Մանուկի հետ ծանոթացա, Տեր Փարենի հետ եմ զրուցել կարճ, համեստագույն, ամենադրական այսպես էներգիա ճարագող մարդիկ, մեծագույն հարգանքի ենթակա։ Դուք տեսեք ինչ աշճան են 37 թվի այդ տրոյկաների, այդ չեկայի, այդ տղեկը, այդ մարդիկ։ Այս ռեպրեսիաներ անողների մոտ հրեշտակներ են, լուրջ եմ ասում։ Իրան ժամանակի հանգամանքը հաշվի առնելով։ Իրան ժամանակի հանգամանքը հաշվի առնելով։ Մի ամբողջ թեմ կազմալուծել են 19 քահանայից, ոնց հասկացա 8-9 փաստացի ձերբակալված է եղել։ Որքան ես հասկացա։ Շշմելու բան։ Չգիտեմ, ես անկեղծ ասած ավել բան չունեմ ասելու։ Ես տեսնում եմ, որ մարդիկ մայր եկեղեցին ամեն կերպ փորձում են պաշտպանել, բայց չգիտեմ։ Այսպես հայտարարություններ անելով, լայվեր մտնելով, խոսելով, ես չգիտեմ ինչ ա լինելու։ Իրոք չգիտեմ։ Նորից ասեմ, մենք մի գրեք խնդրում եք մեզ, մենք լրացուցիչ տեղեկությունների չենք տիրապետում, մեր ընկերները Մարինե Ֆարմանյանը, Ֆանյանը, նաև իհարկե Արա Զորայբյանի այսպես գլխավորությամբ այդ թիմն է զբաղվում, առավոտից մարդիկ զբաղվում են, բայց խայտարակություն ուղղակի։ Ժամերով չեն թողել բարձրանալ այդ մարդկանց մոտ։ Դա հանցագործություն է։ Տարիներ էլ անցնեն այդ հանցագործությունը թույլ տվածները պատասխանատվության են կանչվելու։ Ու իրական հանցագործություն է, այլ ոչ թե այն խայտարակությունը, որը կպցնում են այս մարդկանց։ Տեր Արամը իբր թե ինքը բան չի արել, ինքը գնացել է Պետրոսի մոտ, խոսել է Յոհաննիսյանը թուղթը գրել ուղարկել է ու սենց։ Սա օկուպացիոն ռեժիմին բնորոշ վարքագիծ է։ Հայաստանի Հանրապետությունից հայկական որևէ բան չի մնացել, ժողովուրդ։ Սա է պետք գիտակցել։ Հայկական որևէ բան չի մնացել։ Այսքանը հաջողություն։ Հա, մինչև հաջողություն անելը, քանի որ այսօր են տանելու, չգիտեմ, ես համենայն դեպս հայտարարություն լինի չլինի, գնալու եմ դատարանի մոտ, ես անձնական մեծ համակրանք ու հարգանք ունեմ Մկրտիչ Սրբազանի նկատմամբ, ես գնալու եմ, չգիտեմ, նման հայտարարություն լինելու է թե չէ, անիմաստ է մեծ հաշվով, որտեղ փակ անիստ է լինում, բայց ուզում եմ իմ մեծագույն անձնական այսպես սիմպաթիան հայտնել Մկրտիչ Սրբազանի նկատմամբ։ Շատ դրական վերաբերմունք կա առաջացրել մեր ընդամենը 1-2 կարճ մի քանի 1-2 րոպեանոց շփումների արդյունքում։ Բայց լինելու է հավանաբար շուտով մի քանի ժամից, հավանաբար այս գիշեր, թե որ դատարանում չգիտեմ։ Այսքանը
հետևենք փաստաբանների էջերին, կարծում եմ նրանք կտեղեկացնեն թե ժամը քանիսին եւ որ դատարանում հիշեցնեմ, որ մեր լավ գործընկեր Արա Զորաբյանի թիմն է զբաղվում Արագածոտնի մարզի կազմալուծման հետ կապված, կազմալուծման հանգեցնող այս խայտարակ իրավունքի հետ կապ չունեցող հոդվածով խայտարակ քրեական հետապնդման հետ, որը վաղուց պետք է հակաիրավական ճանաչված լիներ, եթե ժամանակին ուղարկված լիներ։ Իսկ թե ոնց ա եղել, ինչ ա եղել, նորից ասեմ, այստեղ շատ լուրջ հարցեր կան։ Հենց Սահմանադրական դատարանի հետ կապված նաև, որը ամբողջությամբ գիտենք, թե ում վերահսկողության ներքո է։ Ու ես հիմա արդեն հասկանում եմ, թե ինչի են այդպես վարվել։ Այսքանը հաջողություն։